Ահա, սկսենք ժողովուրդ ջան, ուրեմն այսօր անցնելու ենք git, հա, կամ github, ասես գրենք կամ չէ եւ так, ով գիտի, ինչա git կամ github, Google-ի ֆոնտա գիտի, Վերսիայի բանն է։ մնացածով ովքեր են ծանոթ։ Version control է։ Հա, version control system, հա, sense VCS, հա։ Հիմա պատկերացրեք օրինակ version control system չունեք, այսինքն մենք ասած բոլորովս մի թիմ ենք ու ինչ որ ծրագիր կա, էլի կոչվում է app1, հա, application 1 ու ինքը ունի կոդ, ասենք կոդ 1, այս կոդը դե ամուրիշ մտնում է իր մեջ, էլի պատկերացրեք, չգիտեմ, ասենք հազարավոր տողեր ինչ որ կոդեր, մի խոսքով մի հատ ծրագիր, կարելի control save, sense այս կոդը կա, ինքը պահվում է մի հատ սերվերի վրա, այդ սերվերը մենք ունենք, հա, ինչ որ օրինակ hardware 1, հա, sense կամ լավ գրեմ server 1, server 1 պահվում է ստե այդ կոդը, այս կոդից մի օրինակ է, ինքը մենակ այդ սերվերի վրա է, հետևաբար նախ առաջի խնդիրը այն սերվերն է, սերվերը տրաքավ կոդը ոնց որ չի լինելու էլի, հա, այդ սերվերի, բայց էսի ոնց որ դրա վերաբերյալ չի, ուղղակի խնդիրներից մեկն է, էլի GitHub-ի խնդիրը ստե ուրիշ է։ Պատկերացրեք հիմա օրինակ այս կոդ 1-ը չգրեմ, էլի կոդ 1, հենց գրեմ կոդ։ Պատկերացրեք այդ կոդը հիմա աշխատում է Հայաստանում, բայց մի հատ է պետք է աշխատի օրինակ հարևան Վրաստանում, հա, ասենք կոդի ուրեմն վերսիա 1-ը աշխատում է Հայաստանում, կոդի վերսիա 2-ը պետք է աշխատի օրինակ Վրաստանում, հա։ Հիմա մենք եթե version control system չունենանք, մեր կոդը գտնվելու է ուրեմն մեր սերվերի վրա ու միաժամանակ ոնց որ չի կարա լինի համ կոդ v1, համ կոդ v2, հա։ Տալիս ենք ծրագրավորողներին, իրանք սարքում են կոդ v2, ինչ որ feature-ներ են ավելցնում, նոր բաներ են ավելցնում ու ոնց որ ենթադրենք աշխատում է ծրագիրը ու ոնց որ նույն ծրագիրը մենք ունենում ենք եւ Հայաստանում եւ Վրաստանում, բայց մեզ հետի պետք չէ, մեզ պետք է որ հին տարբերակը ոնց որ աշխատեր մեր մոտ, իսկ նոր տարբերակը ենթադրենք ավելի թանկ գներով, հա, ասենք ծաղիկ ենք ծախում, ավելի թանկ գներով ոնց որ աշխատեր Վրաստանում։ Դա մի խնդիր, հա։ Մյուս խնդիրը գանք versioning, հա, version, ասենք գրենք versioning։ Պատկերացրեք էլի ունենք կոդ վերսիա 1-ը ինքը նորմալ աշխատում է։ Ժամանակը գնաց մենք բոլորովս ուզում ենք էլի թարմացնենք, սարքենք կոդ v2։ Լավ, այս է պատկերացրենք աշխատեց։ Սարքում ենք օրինակ կոդ v3, էլի ավելացնում ենք, որտեղ իրական կյանքում կոդը հա փոփոխվում է, ծրագիրը հա փոփոխվում է, հենց mobile application-ներում դուք կտենաք, չգիտեմ, գրաֆիկական մասը փոխվեց, ամերիկա բանկը ինչ որ բան ավելցրեց եւ այլն։ Հիմա ժողովուրդ, ինքը պահվում է մի տեղում, հա, ու դուք versioning չեք անում։ Դուք անընդհատ թարմացնում եք ու հանգարց ստե այս կոդը տրաքում է, այսինքն էսի լավ չի աշխատում, հա։ Ասած գրենք not working։ Ու ձեզ պետք է հետ գալ ոնց որ հին ձեր վերսիային։ Եթե դուք սաղ մի տեղ բայեք ու անընդհատ ավելցնեք versioning չունենաք, այսինքն չգրանցեք որ էսի վերսիա 1-ն է, վերսիա 2-ն է, վերսիա 3-ն է, դուք բարձա հետ չեք կարող գալ։ Պատկերացրեք, ենթադրենք 3 տող եք ավելցրել, եկել եք այս վերսիան լավ չի աշխատում, լավ 3 տողը կարաք հիշեք, դնեք ուղղեք։ Բայց ենթադրենք հավաքել եք 10000 տող կոդ։ Կամ մենակ ես չեմ աշխատում, էլի միաժամանակ կարող է խոսքի ես աշխատեմ, Միլենան, Արմանը, Արտուրը։ Բոլորս աշխատենք, ես չեմ կարող հիշեմ Միլենայի արածը, ես չեմ կարող հիշեմ, չգիտեմ եւ այլն, ոնց որ այդքան է էֆեկտիվ չի, հա, դրա համար ոնց որ պետք է ինձ սիստեմա լինի, որ versioning ունենանք, հա, առաջի վերսիան արեցինք, օքեյ, պահեցինք, երկրորդ վերսիան արեցինք, պահեցինք, երրորդ վերսիան արեցինք, պահեցինք։ Այսի ոնց որ խնդիրներից մյուսը, մյուս խնդիրը խոսքի, ասենք
who made changes, հա, ով է կատարել փոփոխությունները։ Ունենք մի հատ server, մի հատ կոդ, ես մտնում եմ առավոտն եմ փոխում, ասենք, մի հատ սովորական user ունենք, հա, ենթադրենք այդ user-ը կոչվում է programmer, հա, ճիշտ եմ երևի գրել։ Ու չգիտեմ, ես առավոտը մտնում եմ այս programmer user-ով փոփոխություն եմ անում, հետո ձեզնից ինչ որ մեկն է մտնում փոփոխություն անում, հետո մյուսը, ու տենց մեկ էլ ծրագիրը տրակում է։ Ով ինչ փոփոխություն արել։ Մենք չենք կարող ասենք ով ինչ փոփոխություն արել։ Ու սենց խնդիրներ լուծում է version control system-ը, հա, VCS։ Так, VCS-ները, այսինքն ունենց ինքը սիստեմա է, որ մենք ենթադրենք կոդը որտե պահում ենք, դա մի սերվեր չի, չգիտեմ, տարբեր սերվերներ են, այսինքն մեկը եթե գմփա, տվյալ, ուրեմն սերվիսը ապահովում է, որպեսզի մեր կոդը նորմալ պահվի, հա։ Տենց սերվիսներ են GitHub-ը, հա։ Սրանք կայքերել են, էլի, այսինքն ինչ կա GitLab-ը, հա, GitLab, Bitbucket, սրանք ամենաճանաչվածներն են, էլի լիքը տարբեր version control system-ներ կան, Amazon-ը ունի, AWS-ը ունի իր version control system-ը։ Так, GitLab, Bitbucket։ Ինչ խնդիր է լուծում VCS-ը, հա, դե նախ ոնց որ չգիտեմ, ասենք GitHub-ը կարող է Հայաստանում չաշխատի տվյալ պահին, բայց աշխատի օրինակ Վրաստանում ու այդ կոդը ձեզ հասանելի լինի, հա։ Ոսկի distributed է, հա, distributed, նշանակում է, որ ձեր կոդը ոնց որ մի քանի տեղ կոպի տաս, այսինքն տվյալ կայքին դուք չեք կարող նշ լինի աշխարհում, որ հասանելիություն չլինի, հա, կարող է օրինակ մի ժամանակ բոլորը հասանելիություն չունենան, բայց իմացեք ձեր կոդը պահվելու է։ Կարող է լինի, բայց դա շատ քիչ հավանական է։ Մյուսը versioning-ն է ինքը էլի անում։ Առաջի կոդը աշխատում է, ինքը պահվում է։ Ենթադրենք V2-ը հավասար է V1, հա, առաջի այս բանը, ու պլյուս ենթադրենք feature 1։ Ինչ որ մի հատ feature է կավեցնում։ Ինչ որ մի հատ feature, օրինակ, չգիտեմ, իմ կայքի վրա վերևը բարի գալուստ գրած չի կամ գրած այլ է բարի, ես հիմա ավելցնում եմ գալուստը, լինում է բարի գալուստ, ինքը դառնում է վերսիա 2, ու ոնց որ այս բաները պահվում է։ Ուստի նայեք, դուք էսի ունեք, ինքը կոպիտ ասած մի հատ էլ էդի չի պահում, ինքը էսի որ արդեն ունեք, էսի ավելցնում, հա։ Incremental է, հա։ Վերսիա 3-ը գալիս է վերսիա 2-ն է ու խոսքի feature ենթադրենք 3 հատ նոր բան եք ավելցնում։ Ստա ես եմ ավելցրել գրած է եղել Գրիգորն է փոփոխել, այս կոդը ենթադրենք մեր թիմին է, գրածը ով ինչ արել եւ արել եւ այլն, ստա օրինակի համար Արտուրն արել։ Այսինքն track անում, հա, ինքը track անում ով ինչ արել, երբ արել ու date-ը, այսինքն երբ է փոփոխություն արել։ Ստե ամենակարևորը դե մենք ծրագրավորողներ ենք, օրինակ փոփոխությունները արեցինք, տեղափոխեցինք այդ GitHub, բայց մենք անմիջապես ոնց որ ծրագրի վրա, հա, սենց արած deploy չենք անում։ Այսինքն մեր V1 օրինակ աշխատող է, մենք անմիջապես չենք կարող այսի բան անենք, էլի ինքը security կոպիտ ասած ինչ որ մեխանիզմ կա, հա։ Այսինքն ապահովության ավելի շատ մեխանիզմ, ինչա նշանակում կա մի հատ ինչ որ մեկը, ասենք արխիտեկտն է, հա, ինքը մեր կոդը, ուրեմն մեր գրած կոդը review է անում, ստուգում է վերջնական, նայում է տենում է, որ չգիտեմ, նորմալ է ամեն ինչ, ու ոնց որ approve է տալի, հա, approve։ Ու ոնց որ այդ կոդը արդեն էս, օրինակ էսի, սրա հետ միանում է, դառնում է վերսիա 2, հա։ Էդի տենց։ Իսկ մենք ցանկացած բայ կարանք, օրինակ ամենաառաջին վերսիային անցնենք, թե ցանկացած բայ, հա, կարակ ամենա որ վերսիային ուզեք անցնենք։ Որ վերսիային ուզեք, տենց կարակ անցնենք։ Так.
Ստե ճիշտ է, ես էլի սենց արել եմ էս իրը, որպեսի իմանանք ուր ենք էթում։ Գանք ամենասկիզբում։ Նախ, եթե ուզում եք git ունենաք, git-ը Windows-ի վրա կարաք ունենաք, git install, հա, գրում եք, գալիս է։ Հա, git-ը, բերեք ես GitHub-ը բացեմ, մի վարքյան, էսի GitHub-ն է ժողովուրդ։ Ինքը կայք է, ինքը version control system-ը, հա, էսի կոպիտ ասած իմ պրոֆիլն է, հա, ես պրոֆիլ ունեմ, հեսա։ Ու կան ռեպոզիտորիաներ։ Ռեպոզիտորիաները ժողովուրդ ձեր պրոյեկտներն են, օրինակ ստե կարա լինի, չգիտեմ, իմ հաց ուտելու ծրագիրը գրած լինի մեջը, ստե կարա լինի տաքսիների ծրագիրը, ստե DevNet network, չգիտեմ, DevNet automation-ի ծրագիրը, ու սենց տարբեր ոնց որ ռեպոզիտորիաներ, կոպիտ ասած առանձին ֆոլդերներ են, առանձին պրոյեկտներ են, որպեսզի իրար հետ իրանք չխառնվեն, հա, մի բան չի, սենց ասած։ Էսի GitHub-ն է, որտեղ մեր կոդը պահում ենք, էսի այդ ռեպոզիտորիաներն են, հələ որ այսքանը միջև մնացած ինչ որ մեզ պետք է բան անենք։ Դե GitHub-ում ռեգիստրացիա լինելու համար կգրեք GitHub, հեսա, կբերի ստե, ու դուք կարող ռեգիստրացիա լինեք, բացեք ձեր ռեպոզիտորիաները ու ոնց որ ձեր կոդերը գցեք։ Ատա, հեսա կամաց ոնց որ դրանք ուսումնասիրենք։ Так, install անելու համար գալիս եք ստե Windows-ի համար կա, բայց Windows-ի համար ոնց որ մի հատ ուրիշ ծրագիր է պետք է install անեք, թե չէ, մի վարքյան։ Չէ, ոնց որ հիմա Windows-ի համար exe կա, հա, տեսեք կա, այնտեղ ոնց որ ինչ որ chocolate-ի եսի ինչ կա, ոնց որ այդ install անելու։ Windows-ի համար կա, macOS-ի համար կա, կարաք բան անեք, ուսումնասիրեք վստահ եմ մի քանի օրում, 2-3-4 օրում ահագին բան կիմանաք։ Էսի ոնց որ Linux-ի համար install-ն էլի apt-get install git, так, ու սենց հրամանները, էսի նայեք, էսի Ubuntu-ի համար, օրինակ իմ մեքենան Ubuntu-ի է, կա Linux-ի ուրիշ տեսակ, հա, որը Fedora-ն է։ Սրանք մոդիֆիկացիաներն են, հա, Gentoo Linux, Arch Linux, OpenSUSE։ Նայած ձերը որն է, էլի։ Կոպիտ ասած, ոնց որ Windows-ն է, սրանք էլ են նույն բանը, ուղղակի Linux-ի տարբեր վերսիաներն են, էլի դուք կգաք, սրանք սակ անգիր չեք կարող անել, գալիս եք տեսնում եք ձերը Debian-ը, Ubuntu, ես այս հրամաններն եմ կատարում, ու վсё։ Չեմ են այս հրամանները ինչա, որտեղ այս իր official documentation-ն է, էլի։ Ստե ամեն ինչ ոնց որ ճիշտ է։ Так, բացենք ուրեմն տերմինալը, ls տեսնենք ուր են գանք, desktop, ls տանք, cd docker, հա։ Так, ինչ որ բան սխալ արեցի, cd docker։ Ահա։ Էսի այս բանն է, որը որ ստե կա, այսինքն ես ուղղակի բանով եմ եկել, հա, ոնց որ desktop-ով եմ եկել իրան բացելու։ Էլ տերմինալով եկա։ Տեսեք docker file github txt hello world, հա, նույն բանը ստե է։ Ժորդ, էդի GitHub-ն է, այսինքն GitHub-ը այնտեղն է, որտեղ դուք պահում եք ձեր կոդը, որտեղ versioning կա, որտեղ architect-ը կամ մի հատ մարդ կարա review-անի approve անի, որտեղ security տարբեր feature-ներ կարա ձեր կոդի ապահովության համար լինի, որտեղ գրած ով ինչ արե, երբ արե, ու ձեր կոդի վերսիաները։ Հիմա GitHub-ի հետ փոխազդելու համար կա գործիք, որը կոչվում է git։ Տեսակ ինքը կարա լինի Windows-ի վրա, Linux-ի եւ այլն։ Հիմա ոնց որ ես այս git-ի միջոցով ինքը ծրագիր է, հա, փոխազդելու եմ ոնց որ բանի հետ։ Ստե որ հավաքեք git -version, տեսնում ենք որ այս վերսիան ես install եմ արել իմ կոմպի վրա, հա։ Հիմա առաջի հրամանը, որը պետք է մենք իմանանք, էդի git init-ն է, initialize, հա, որպեսզի մենք ասենք, մենք ուզում ենք, որպեսզի էսի git-ը initialize լինի, հա, ստե git-ը կարողանա աշխատել այս
ռեպոզիտորիայի հետ։ Հիմա նայեք, ls եմ անում, ոչ մի բան չկա։ ls -a։ Տեսեք ինչ ավելացավ։ Մտնենք իր մեջ, շատ չխորանանք, ստե տարբեր բաներ կա, հա։ Այս ամեն ինչը պետք է, որպեսզի գիտը կարողանա աշխատի։ Հիմա ես git init եմ արել, բերեք վերադառնանք մեկ դիրեկտորիա վերև։ Առաջին հրամանը ես անում եմ git status։ Նայեք, ասում եմ մենք master branch ունենք, ես եք ասեմ ինչա։ Ուշադիր եղեք, գրած է untracked files։ Untrack ինչա նշանակում հայերեն։ Հա, չի tracking չկա, չի հետևում, չենք հետևում այս ֆայլին, այսինքն ֆայլեր կան, որոնք git-ից դուրս են։ Հիմա git-ի համար կա ոնց որ 3 հատ արի է, հա, local, մյուս stage-ներ, չէ՞, ոնց որ stage-ի գարյաներ, հա։ Так, անունը մոռացա, բայց հիշում եմ ինչի համար։ Հա, staging area, տեսեք, ճիշտ եմ ասում։ Staging area-ն է, հա։ Մյուսն է commit, մյուսն էլ օրինակ արդեն ենթադրենք պետք է կոդը գցեք GitHub։ Նայեք ինչա։ Local-ը ժողովուրդ, երբ որ մենք մեր local comp-ի վրա անում ենք փոփոխություններ կոդի վրա։ Բայց էդի դու չես կարող ոնց որ անմիջապես գցես GitHub։ Պատկերացրեք դուք հիմա կա գրադարան, հա, որտեղ մենք ուզում ենք մեր գիրքը տանենք տեղադրենք կամ գրքերը։ Պատկերացրեք staging-ը մի հատ տեղ է, որտեղ հավաքվում են բոլոր գրքերը, հա։ Հետո այդ բոլոր գրքերի վրա մի հատ ինչ որ նշում է լինում, ասենք մի տուփ նոր գիրք հավաքվեց, մենք էդի փաթեթավորում ենք, իրան կոպիտ ասած նշում ենք, հա, ասում ենք էսի, ենթադրենք ամսի 20-ի գրքերն են, ու տալիս ենք ինչ որ մեկին ինքը նոր տանում է գրադարան։ Ստե մենք կարող ասենք մեր սենյակի գրքերը հավաքենք, բայց տարբեր սենյակներում տարբեր մարդիկ իրենց գրքերը հավաքեն։ Հավաքում ենք մի տեղ, վրան նշում ենք անում ու ոնց որ անում ենք գցում ենք գրադարան։ Այսինքն local, մենք local փոփոխություն ենք անում, գցում ենք staging area, հետո commit ենք անում, ինչ որ նշում ենք անում ու GitHub-ում տանում գցում ենք։ Այսի push հրամանով է լինելու, push։ Այսա կանցնենք։ Հիմա ստե ասում է untracked file, ոնց անենք, որ git-ը սկսի սրանց հետևել, հա, սրանց հետևել, անում ենք, նայեք սենց, git add, օրինակ նշում ենք այս ֆայլի անունը, տալիս ենք git status-ը ժողովուրդ, ամենահաճախ սենք կրկնվող հրամանն է լինելու, որտեղ ամենաշատը սրա է, տեսեք, ինչ եղավ, մի հատ ֆայլը ստուս կանաչեց, հա, untrack 2, այսի ասում է changes to be committed, նշանակում է commit չի էլ է, այսինքն հլը ստե չի հասել, բայց ստե է, կանաչը նշանակում է, որ ինքը stage բանում, հա, գտնվում, կոպիտ ասած ես մենք ստե 20 հատ գիրք պետք է հավաքենք, ես 2 հատ գիրք տարադրեցի միջանցքը այդ stage area-ում, որպեսզի ինչ որ մեկը գա տան, այս 10 հատ 8 հատ գիրքն է, չեմ բանարա։ Ես այս հրամանը հավաքեցի, բայց հիմա որպեսզի ես հատ չհավաքեմ, ես կարող տամ get, նշանակ get-ը միշտ հիշեք, Linux-ում նշանակում է տվյալ դիրեկտորիան։ Ես հիմա ստե եմ, նշանակում է ստեղի բոլոր ֆայլերը, այսինքն այս դիրեկտորիայի բոլոր ֆայլերը դու ավելացրու git-ում, հա, տալիս եմ git add ու get, չեմ նշում ֆայլերը, տալիս եմ enter, հավաքում եմ git status, controller status, տեսեք, սա կանաչեց,
բոլոր մեր գրքերը հանեցինք դրեցինք միջանցքում։ Հիմա բերեք ավելացնեմ նոր ֆայլ, նայեք, touch test.txt ավելացրեցի նոր ֆայլ, git status սխալ եմ գրում, status, տեսեք, ասում է թազա ֆայլ կա, բայց դու իրան էլ track չես անում, հա, git add էլի կետ եմ անում, էլի git status, հիմա նորից հետևում է, լավ, այս իլը մի կոմ, բերեք nano test.txt, ասենք, ինչ-որ բան գրենք, DevOps Masters class, հա, օրինակ, սանից, չգիտեմ, տարբեր փոփոխություններ ենք անում, պահպանենք սա, git status, ինչա գրում, փոխվել է, modify, հիմա, եթե մենք այն վաղ դատարկ տեսն էինք բանանում, հիմա եթե եսի մենք կծենք GitHub, դատարկ տեսն է եթալու, մենք փոփոխություն ենք արել, բայց այդ փոփոխությունները էլ Git-ը տենում է, բայց մենք իրան ոնց որ ստե չենք գցել, հա, ոնց որ էլի գիրքը տարել ենք ընդե, ուստը մեկը ասել է, ես պտի այդ գրքում մի քանի էջ, չգիտեմ, ասենք տերև դնեմ, որ չորանամ էջ, օրինակ, սենց հիմա ոնց որ էդի դուլը որոշել ես, ու ոնց որ այդ տերևները պատրաստել ես, բայց որպեսի հիմա տարվի էլի նորից այդ գրքի հետ այդ տերևները գրա դրան, դու պտի էլի անես git add, git status, տեսեք, այս ամեն ինչը նորից ոնց որ բան է լավ, to onstage, այսը տեսեք, հենց ասում է use git-rm -cache file to onstage, բերեք անենք, git rm remove, հա, -cache ու ասենք test, git status ու տեսնում ենք վերադարձավ իր հին ոնց որ բանը։ Հիմա մյուս բանը ժողովուրդ ջան, կարևոր բանը git-ի էդի branching-ն է, push-ը մենք կանենք, հա։ Ինչ է նշանակում branching, ուրեմն նախ բերեք սենց անեմ git branch, այս հրամանով так, խի так մի վարքյան խի պետք ցույց տա լավ, հələ բերեք բացատրեմ ինչա branching-ը նայեք, մենք ունենում ենք կամ master ու main branch-ը ամենասկզբում main նշանակում է գլխավոր, master էլի նշանակում է գլխավոր, հա Էսի ձեր ասած այն ամենագլխավոր տեղն է, հա, որտեղ վերջը, նոր կոդեր, մոդեր, ամեն ինչը պետք է ոնց որ լինի ըտե։ Բայց պատկերացրեք հիմա մենք էլի բոլորովս պետք է մի հատ գիրք գրենք, մի հատ bestseller գրենք։ Հիմա այդ գրքի վրա աշխատում եմ ես, օրինակ ես գրում եմ գրքի, ասենք իմ տարբերակը։ Աշխատում եմ դրա վրա։ Ենթադրենք Արտուրը ունի իր տարբերակը, հա, ասենք book 2, նույն գրքի վրա ենք աշխատում, պրոստը մի քիչ տարբեր սցենարներով ոնց որ գրում ենք։ Ասենք book 1, օրինակ համար Միլենան է աշխատում է, չգիտեմ, book 3։ Հիմա ժողովուրդ, որպեսզի մենք հիմնական, այսինքն գրքում ստե 500 էջ, օրինակ մեկը գրել է։ Մենք աշխատում ենք 100 էջի տարբեր վերսիաների վրա։ Որպեսզի մենք կարողանանք առանձին աշխատել այդ վերսիաների վրա, մեզ կոպիտ ասած տրամադրում են առանձին սենյակ, հա։ Ասենք ընձի տրամադրում են branch 1-ը, ստեղ տրամադրում են branch 2-ը, ստեղ branch 3-ը։ Այս ամեն ինչը մենք օրինակ հետո վերջում ու այս 500-ը, ասենք մենք այս 500 բաները բոլորս ունենք։
մենք դրա հիմքի վրա նոր ինչ որ սցենար ենք ստեղծում։ Հիմա կարող է Միլենայինը շատ վատն է, Արտուրինը լավն է, իմն է ոչինչ, հա։ Այս ամեն ինչը վերջում ինչ որ մեկը նայեմ ստուգում է, օրինակի համար։ Օրինակ Արտուրինը հավանեց այս մաստերին 500-ին, հա, գումարում է, այս ինչ է անում, 500-ին գումարում է, օրինակ այն 200 էջը, որը գրել է Արտուրը, հա, այս բրանչներն մեր հլը կան, մենք կարանք իրանց ջնջենք, կարանք տեստային սարքենք, առանձին օրինակ սրա վրա մենք միշտ ուզենանք ինչ-որ բաներ փորձենք, ինչ-որ բաներ փորձենք, որպեսզի կապ չունենա սրա հետ, ինչ-որ բաներ փորձենք լավ բան է, ենթադրենք գցենք ստե, կամ միանգամից այդ լավ բաները գցենք ստե, ու էսի միավորումը merge-ա լինում, merge նշանակում է միաձուլում, ու դառնում է էսի 700 էջ, ու ինքը պահպանվում է էլի master-ում, հա, կամ main-ում, էսի իրանք նույն բանն են, պրոստը հիմա ոնց որ մի չեմ հիշում հիմա main-ա կոչվում, նայեք, մի վաղ ոնց որ master-ը կոչվում, հա, գլխավորը, հետո անունը փոխեցին, դարձրեցին main, հեսա կտենանք որն է, էլի ճիշտ է հիմա, ինչքան գիտեմ հիմա main-ա կոչվում, էլի, պրոստը որ տենակ master main branch, այդ իմացեք գլխավոր ոնց որ branch-ն է, էլի, այսինքն գլխավոր տեղն է, չգիտեմ, բանն է, բուկինիստի այդ պոլկեն է, որտեղ գիրքը դրած է։ Так, հիմա ստե ես չհասկացա git branch, հա, git branch մինուս a, չկա, հեսա հասկանանք։ Так, կանք էլի մի հատ, որ արագ լինի, հարցնենք։ Why branch not visible։ Հասկանալի է միջև հիմա ամեն ինչ։ Հա, օքեյ, commit-ներ չունեմ, դրա համար է, դա հասկացա, լավ։ Commit չունենք, գանք ստե։ Commit-ը ժողովուրդ նշանակում է, սանց չակերտավոր եմ էլի ասում, հեսա անենք կհասկանանք ինչ է։ Նշանակում է իր վրա ինչ-որ label դիր, հա, գրություն դիր, որտեվ մենք եթե այդ գրքերը հավաքեցինք, դրեցինք տուփի մեջ, որ ուղարկենք, որ արդեն տանեն տպելու, տանեն դնեն խանութը, մենք այդ տուփի վրա եթե ոչի բան չնշենք, ով է իմանա այդ ինչա։ Commit-ը նույն բանն է։ Ոնց ենք commit անում ենք git commit, հա, մինուս m message։ Ու ինչ որ բան ենք գրում։ Օրինակ, չգիտեմ, ես սպանության մասին լավ, առաջինը բերենք գրենք initial commit հələ, սկզբնական commit, հա, initial commit of book, տալիս ենք enter, այս հրամաններն եմ մի անգամից ասեմ ինչա, տեսեք ինքը բերեց, նայեք, իրականում այս հրամանները դուք կարաք չանեք, այսի պարտադիր չի, բայց լավ պրակտիկա է, խիա լավ պրակտիկա, որտև այսի թույլ է տալիս, սենց ասած, այս ասում, please tell me who you are, ով ես դու, հա նախ, ենթադրենք, այսի պրոստը ոնց որ ինվորմացիա, որպես իմանա ով ինչ արե և այլն, հա, գրամ git config, բերեք կոնֆիգուրացնենք, dash global, հա, user email, ասենք user email-ն եք նշում, ստե պարտադիր չի դեռ real email-ը նշեք, այդ չնշեք, ինքը աշխատելու է, ասենք օրինակ սենց մի հատ ինչ-որ ապուշ բան, լավ նշենք հիմա, բայց պատկերացրեք mail-ը, մյուսը, git config, dash global, tak, user name, ասենք թե Գրիգոր, initial commit-ը, commit-ը այլավ, initial commit of book, հա,
ասում են նայեք 3 հատ ֆայլ է փոփոխվել 38 հատ insertion ով կարա գուշակես 38 հատ օրինակ ինչ է այսի sense հա ինչ մնաց ընդ cut ես ինչ արեցի հիմա Հիմա որ գանք ստե հաշվենք 1, 2, 3, 4, 5 ու գանք սենց հաշվելով այդ հանք հերթով դուք կստանաք 38 հատ այսինքն 38 հատ նոր տողեր ավելցեն հա հետա ցույց տալի մի հատ է հավաքենք git status տեսեք հիմա խի սենց էլա որտեվ ես իրականում բաներ կա հավաքել էի ինքը save չէր էլ հա չէ նոր save արեցի բայց վերեք դրանք ավելցնենք git add get git commit -m ասենք second commit հետո ստե գույները ուշադիր նայեք հիմա ինչ է լինելու տեսեք ստե սպիտակ է սա այսինքն դաժե Visual Studio Code-ը ասում էր որ ինչ որ բան այնչի հիմա վերեք էլի գանգստը մի հատ էլ անենք ասենք գանգստը նայեք ստե նախ գրեց որ փոփոխություն կա Visual Studio Code-ը հիմա եթե git status հավաքեմ ոչ մի բան չեք տենա որտեղ այսի ես հələ save չեմ արել control save եմ անում տեսեք ստե գույնը փոխեց հա գանգստը ինչ որ բան ավելցնենք control save ստե գույնը փոխեց հիմա git status տանք տեսնում ենք modified էլ է փոփոխությունները ինքը գրանցում է ժողով ինչ փոփոխություն իրան կատարում եք ինքը ձեզ ասում է սրանք գրանցված են սրանք գրանցված չեն հիմա նայեք ես ստե սրանք ավելա տեսեք ստե նայեք in Visual Studio Code-ը հեսա դաժե կապուտով նշել է նայեք ստե ինչա գրած git restore file to discard changes in working directory վերեք անենք git restore ու file ենք նշում հա ստե էս որ file-ն է այս ենք նշում enter ենք տալի ինչ է լավ ստե ինչ որ բան կար գրած ստե կար գրած Կապույտ բանով Էս էր, ջնջվավ ուղղակի, նայեք, սրանք ավելցրել ենք, հեսա, այսքան, տեսեք տողերն էլ է ինքը գրանցում, դատարկ տողերը, նայեք, հիմա 1, 2, 3, 4-ը կա, հիմա մի հատ էլ են git status անում, տեսեք մի հատ file մնաց, git restore, ու սենց ենք անում, տեսեք, չկա, փոփոխությունները չկա, այսինքն դուք կարող է ինչ-որ բանում սխալվել եք, հավես չունեք գաք delete հանեք եւ այլն դուք կարող git restore տակ նշեք ֆայլի անունը ու ինքը ոնց որ սենց ասած բերի իր նախորդ պարտը այն commit-ը այսինքն որը որ commit է կարել կարող 10 հատ commit է կարել 11-րդ հələ փոփոխությունները կարել չեք ուզում գիտեք որ սխալ է բայց ասենք 1000 տող հավաքել եք ուզում եք վերադառնալ նախորդին պետք չի ջնջել Եթե վստահ եք git restore տվյալ բան արեք միշտ git status-ով ստուգում եք տեսեք հիմա ոչ մի commit չկա ինքը ասում է nothing to commit working tree clean այսինքն մաքուր է մենք on branch հա on master branch սրա վրա ենք կարող եք մի 10 րոպե ընդմիջում անեք